Սուրճ ու սեր առավոտից։ Նախատոնական բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի տաղավար, այսօր դեկտեմբերի 29-ն է, 9:31 եւ մենք սիրով, ինչպես ամեն աշխատանքային առավոտ, ձեզ մաղթում ենք բարի լույս։ Բարի լույս, պարբերաբար ձեզ կասենք առաջիկա 1.5 ժամվա ընթացքում եթերում կլինի Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը կփորձեն առավոտվա ճիշտ ռիթմերն ապահովել, դրա համար մնացեք մեզ հետ, նաև փնտրեք մեզ Facebook-ում Հայաստանի հանրային ռադիո, այնտեղ նույնպես ունենք ուղիղ հեռարձակում, ինչպես նաև մեր կայքում նույնպես դիտեք մեզ armradio.am, այս հարթակներում մենք ոչ միայն նաև վիզուալ բարի լույս ենք մաղթում ձեզ, այլև ունենք զրուցարաններ, մեկնաբանություններ թողնելու հնարավորություն, այնպես որ դիտեք նաև այդ հարթակներում մեզ։ Տարվա ավարտին ընդամենը 3 օր է մնացել, շատերն այսօր արդեն չեն աշխատում, դե դասա պրոցեսը արդեն արձակուրդային փուլում է, տանտիկիններ, բարի լույս, բլինչիկները, տոլմաները պատրաստել եք, բացատրում եք, շատ ուրախ ենք, որ այդ ամենն անում եք մեր ուղեկցությամբ, դե կարծում ենք մեզ էլ կհյուրասիրեն ինչ-որ մի բան։ Այո, իրականում այսօր շատ հարցեր ենք ունենալու նաև ձեզ, այնպես որ ել ավելի ուշադիր եղեք, քանի որ մեզ հետաքրքիր է ոչ միայն նախապատրաստական աշխատանքները, այլև ամանորին շատ հաճախ մեզ օգնող մեկ այլ բան, որի մասին կպատմենք արդեն եթերաժամի Առաջիկա 1.5 ժամ, այո, կլինենք միասին, միացեք մեզ, զանգահարեք 553702, ինչպես Վեգան նշեց, մեր երկու հարթակներում զրուցարանները բաց են, իսկ օրը եկեք սկսենք շատ ուրախ եւ հետաքրքիր ռիթմերով։ Արշալույսի շավերն այսօր հույս են տալիս ու երկում օրով Հոգիս կարծես գարունքի պես խինդով լծվել ու կանչում է տես Այգիներում վարդերն անում բույր են տալիս ու կանչում Գարունքները այս առավոտ գարունքի պես եկել են երկելով Մեղմիկ շշուկներով իրենց յարին կանչում են արելով Գարունքները Սերը երազում, սիրտս բացված վարդին նման, ուր է տալիս ու կանչում անձան, հոգիս կարծես գարունքի պես, խինդով լծվել ու կանչում է տես, այգիներում վարդերն անում, ուր է տալիս ու կանչում գարունքները, այս առավոտ գարունքի պես եկել են երկելով, մեղմիկ շշուկներով, իրենց յարին կանչում են Սուրճ ու սեր առավոտից։
Մենք վերադարձանք ուղիղ եթեր, կռունկները լսեցինք ռեինկարնացիայի մեկնաբանությամբ, իսկ մենք եկել ենք առավոտյան տաղավար, որպեսզի ձեզ հետ սկսենք տարվա վերջին երկու շաբթին հաճելի է հնչում։ Կարծում եմ շատերն այսօր արդեն չեն աշխատում, թեև դեռ այսօր եւ վաղը աշխատանքային օր է, իսկ մենք աշխատելու ենք թե այսօր, թե վաղը եւ թե ամսի 31-ին։ Այո, ամսի 31-ին կունենանք տոնական եթեր, վաղը մեր գործընկերները կողջունեն ձեզ, իսկ տոնական եթերին կլինենք բոլորս միասին, այնպես որ ամսի 31-ին նույնպես մի մոռացեք լսել Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը, նաև օրվա անհրաժեշտ տեղեկատվության պաշարը ստանալու համար հենց այդտեղից էլ երևի սկսենք։ Այո, եկեք սկսենք նախ եղանակի տեսությունից։ Ձյուն եկավ օրեր առաջ, վերջապես մայրաքաղաքում, ձյուն չսիրողները նյարդայնացան, ձյուն սիրողները բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ եւ ստորիներ տեղադրեցին իրենց սոցիալական հարթակներում եւ տեսնենք թե ինչ է սպասվում առաջիկայում եղանակի տեսանկյունից սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը նվազելու է։ Նախ արի լսենք եղանակի համապատասխան երաժշտությունը։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն վաղը եւ դեկտեմբերի 31-ի գիշերը առանց տեղումների եղանակ է, կարող է դեկտեմբերի 31-ին էլ օրինակ ձյուն գալ։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր վաղը գիշերային ժամերին նվազելու է 8-ից 10 աստիճանով, դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ի գիշերը նույնքան բարձրանալու է, ամեն ինչ տեղը կընկնի։ Այսօր, ինչպես նշեցի, Երևանում միևս սպասվում է ձյուն, 0-ից +2 առավելագույնը կլինի ցերեկը, երեկոյան մինուս է, -1-ից -3, գիշերը -10-ից -12, արդեն բավական ցուրտ է գիշերները եւ տեսնենք թե ինչ է հուշում հեռախոսային հավելվածն այս պահին մեր սիրելի եւ ձնառատ մի քիչ էլ սառած մայրաքաղաքում այս պահին -5 է եւ անպամած եղանակ է։ Այո, ես գիշերս զգում էի քո նշած եղանակային պայմանները եւ ձյան պատճառով Հայաստանի Հանրապետության տարածքում նաեւ փակ ավտոճանապարհներ կան, այս մասին փրկարար ծառայությունն է տեղեկացնում։ Փակ են օրինակ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Ջերմուկի Խաչմերուկից մինչեւ Զանգեր կոչվող հատվածը, Նորավան, Լծեն Տաթև, Շինուհայր Տաթև Կապան, Վանաձոր Սպիտակ, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյանց լեռնանցքը, Սպիտակի եւ Դիլիջանի ոլորանները փակ են կցորթիչով բեռնատարների համար։ Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Մեղրուսար կոչվող հատվածում նաև բուք է։ Աբովյան Չարենցավան, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ արկա է մեր կասառույց, այնպես որ զգույշ եղեք եւ այս օրերին հատկապես փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի հետ կապված ասեմ, որ Վրաստանի ՆԳՆ-ի ԱԻ դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ահա, այսպիսի նորություններ, ավտոճանապարհների հետ կապված նորությունները աստիճանաբար էլ ավելի ընդլայնվելու են, հաշվի առնելով, որ արդեն ձյուն է տեղացել ամբողջ հանրապետությունում եւ մի շարք ավտոճանապարհներ կամ դժվար անցանելի են կամ փակ են։ Մայրաքաղաքում տեսնենք ինչ պատկեր է, զարմանալիորեն շատ ցածր է խցանումային նիշ, ընդամենը 3 եւ կանաչ լույս է սա ըստ քարտեզի, գրեթե քիչ են այն փողոցները, որտեղ երթևեկությունը դժվար է առաջ ընթանում, սա կապված է էլի նրանով, որ արդեն շատերն այսօր աշխատանքի չեն գնում, դասապրոցեսում արձակուրդային շրջան է, միայն պետք է զգույշ վարեք, սիրելի վարորդներ, անգամ այս պայմաններում, երբ մի փոքր թեթև է երթևեկությունը, զգույշ եղեք, թե ձմեռային անվադողերը պարտադիր եւ առևտրի շտապելիս մի մոռացեք ձեր անվտանգության մասին ամրագոտիներն անպայման կապեք։ Առևտրի մասին խոսեցինք, վեգա հուշիր մարդկանց ինչ փոխարժեք է ըստ կենտրոնական բանկի եւ տեսնենք թե դրամ, դոլար, ռուսական, վրացական լարի, դիրհամ, դրամով ինչքան է։ Ինչ արժե, հատկապես որ կլինեն մարդիկ, որ հիմա պլանավորվում են արտարժույթ նվիրել, ճամփորդել, այո։ Եվ այսպես, ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 47 լումայի։ Եվրոն 449 դրամ է 14 լումա, 4.9 ռուսական ռուբլին, վրացական լարին 141 դրամ է եւ 58 լումա։ Բրիտանական ֆունտ ստերլինգը 514 դրամի եւ 56 լումա
լումայի է համարժեք։ Դե իսկ դիրհամն այսօր 103 դրամ է 87 լումա։ Ահա օրվա այն կարևոր տեղեկատվությունը, որով ձեզ հետ կիսվում ենք առավոտյան, այն կթարմացնենք դեռ եթերի ընթացքում Զարուկ Դերթավյան անունով օգտատերը Սփյուռքահայ մեզ ողջունել է, գրել է բարի լույս եւ բարի տարիներ, շնորհակալ ենք ձեզ բարեմաղթանքի համար, ձենից խոսեցինք եղանակից, եկեք լսենք մի երգ, որն այս օրերին հայտնվում է բոլորի սթորիներում, Սոնա Ռուբենյան, Փաթիլներ։ Երկնքում արեցի Ձյունը գալիս է անվերջ, երկնքում պարում, սիրը հարված հրտիս մեջ, սերը նկարում, սիրո նման ձյունը կգա, որ հալվի ու գնա, որ աղջկան կարոտ մնա, սերը թողեց ու գնաց, քովը ուրիշի, որ օրերի կարոտով, ինձ ու քեզ հիշի, որ ձյունը գա, պատուհանին իմ ու քո անունը գրի, ամեն ձմեռ, ամեն տարի, ձանջերմակ պատիլները, հոսում էին արցունքիս կաթիլները, երկնքում արեցին մեր աստղերը, ձանջերմակ պատիլները, հոսում էին արցունքիս կաթիլները, երկնքում արեցին Սիրը հարված սրտերի, երկն եմ ես երկում, որ ձմեռված սրտերին, միշտ իրար գրկում, որ իրարից համխռովում, համելներում են իրար, չէ որ չկա ուրիշ հնար, եթե մտնի մի օր, երկինքը վերևում, հիշիր աստղերը, որ գիշերն են երևում, սիրը հարված սրտի համար, կարոտը սեր է երկում, Երևանի գիշերներում, ձանջերմակ պատիլները, հոսում էին արցունքիս կաթիլները, երկնքում արեցին մեր աստղերը, ձանջերմակ պատիլները, հոսում էին արցունքիս կաթիլները, երկնքում արեցին Սիրտս համբույրից թրջում է հեռու ու բյուրականից ասնում է լուսնին մեկ էլ երբ եմ ես քեզ համբուրելու չգիտեմ գուցե մյուս ձմռան կեսին Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները երկնքում արեցին Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 44, դուք շարունակում եք հետևել Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագծին, եւս մեկ անգամ հիշեցնենք, մեզ կարող եք նաեւ տեսնել մեր կայքում armradio.am, սեղմեք դիտել եթերը կոճակը եւ հետևեք մեր զրույցին, գրեք մեկնաբանություններ, նույնը կարող եք անել նաեւ մեր Facebook-յան հարթակում, գրեք մեկնաբանություններ։ Վեգա սիրում ես թե միայն այդ պահը։ Վիզուալ գուցե, երբ նայում եմ տանից, պատուհանից, իսկ առհասարակ ցավոք ոչ, չեմ սիրում ձյուն, չեմ սիրում ցուրտ եղանակ, ես այն մարդկանցից եմ, որոնք ձմռանը պարզապես գոյատևում են ամռան սպասումով։ Կուզեիր արջ լինեիր, չէ՞, քնեիր ձմռանը։ Այո, ձյունը հակասական զգացողություններ է առաջացնում, շատերը սիրում են, շատերը ծաղրում են այն մարդկանց, ովքեր ձյունը լուսանկարում եւ տեղադրում են իրենց էջերում։ Չէ, այդա երբեք չեմ անում, որովհետեւ կարծում եմ հակառակը հիացմունքի արժանի այն, որ մարդիկ ցանկացած
երևույթում գեղեցիկն են տեսնում եւ ես երբեք ծաղրական չեմ վերաբերվում այն մարդկանց, որոնք օրինակ շատերի համար տեսանելի որևէ երևույթի լուսանկարով կիսվում են, որովհետեւ եթե նրանց համար պահը գեղեցիկ է եւ նրանք ուզում են իրենց տեսակով, իրենց աչքերով կիսվել, ապա ինչու ոչ։ Այո, այնպես որ հանգիստ լուսանկարվեք, տարածեք ձեր լուսանկարները համացանցում, մենք սիրով կսրտիկենք դրանք։ Այո։ Շարժվենք առաջ, մենք այսօր մեկ մեծ թեմա ունենք, չէ, այսօր կինոյի օրն է նշվում աշխարհում, թեմայի մասին առավել մանրամասն դեռ խոսելու ենք եթերաժամի հաջորդ հատվածում, սիրելի ռադիոլսողներ, դուք կարող եք վերհիշել ձեր սիրելի ֆիլմերը, հատկապես ամանորի ֆիլմերը, հետաքրքիր է, չէ, նույն ֆիլմերը միշտ մենք նայում ենք մեծ հաճույքով, կարծես առաջին անգամ ենք նայում, առավել մեծ հետաքրքրությամբ, քան հաճախ ամբողջովին նոր ֆիլմերը, այնպես որ աստիճանաբար մտաբերեք այդ ֆիլմերը, գրեք, զանգահարեք, որպեսզի մեր եթերն առավել ինտերակտիվ դառնա, բայց մինչև այդ կարծես ունենք մեկնաբանություն։ Մենք արդեն ունենք մեկնաբանություն, եւս երկուսը մեր Facebook-յան էջում Մեդիկ Բաբուջյանը մեր հավատարիմ ռադիոլսողը մեզ կրկին ծաղիկները ուղարկել մեր մեկնաբանությունների դաշտում, Կարինե Մկրտչյանն էլ գրում է բարի առավոտ ձեզ եւ իմ չքնախ Հայաստան աշխարհին։ Գալետ բարի նոր տարի խաղաղության ու գեղեցիկի տարի թող լինի։ Միանում ենք Տիկին Մկրտչյանի շնորհավորանքներին եւ մաղթանքներին։ Առաջիկա 2 օրվա ընթացքում դեռ շատ լավ մաղթանքներ կունենանք իրար համար, բայց մինչ այդ, քանի որ այսօր կինոյի օրն է, մի տխուր կորուստ ունեցանք 3, անպայման անդրադառնանք նաև դրան։ Ֆրանսիացի կինոաստղ գեղեցկուի բոլոր ժամանակների Բրիջիտ Բարդոն 3 կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում, այս մասին հայտնել է դերասանուհու կողմից ստեղծված հիմնադրամը։ Գիտենք Բրիջիտ Բարդոն ամենահայտնի ֆրանսիացիներից մեկն է, ծնվել էր Փարիզում եւ իր առաջին կինոդերը ստացել 1952 թվականին։ Բարդոն ճանաչում է ձեռք բերել Վադիմի եւ Աստված ստեղծեց կնոջը ֆիլմում։ Ֆիլմը նրան դարձրեց իսկական կինոաստղ։ Բացի դրանից Կեցե Մարիա ֆիլմում իր դերի համար նա բրիտանական բավտայի արժանացել բավական վաղ, նաև բազմաթիվ չէ, բայց մի քանի երաժշտական ալբոմ նույնպես հասցրել է ձայնագրել իրականում։ 1970-ին Բարդոն դարձավ առաջին կինը, որ ընտրվեց որպես մոդել Մարիանի Ֆրանսիայի պաշտոնական խորհրդանիշի Կիսանդրու համար։ Բրիջիտ Բարդոն կինոարտադրությունը թողեց բավական վաղ 73 թվականին եւ իրեն նվիրեց կենթանիների իրավունքների պաշտպանությանը։ Իսկապես բոլոր ժամանակների ամենագեղեցիկ եւ հմայիչ կանանցից մեկն էր Բրիջիտ Բարդոն եւ ցավալի է այս տարիքում տեսնել, թե ինչպես են երբեմնի գեղեցկուիները ծերանում եւ փոխվում։ 3 բազմաթիվ լուսանկարներ հրապարակվեցին նաեւ Շարլ Ազնավուրի էջում արխիվային, որտեղ 2 մեծությունները գեղեցիկ սևոսպիտակ լուսանկարներ են, խորհուրդ կտամ անպայման դիտել եւ քանի խոսեցինք Բրիջիտ Բարդոյի եւ Շարլ Ազնավուրի մտերմությունից, մեկ երգ լսենք Ազնավուրյան Amanez-moi, տարեք ինձ, որից հետո կվերադառնանք։ Vers les docks où le poids et l'ennui me courbent le dos. Ils arrivent le ventre alourdi de fruits, les bateaux. Ils viennent du bout du monde apportant avec eux des idées vagabondes, reflets de ciel bleu, de mirages. Traînant un parfum poivré de pays inconnus et d'éternels étés où l'on vit presque nu sur les plages. Moi qui n'ai connu toute ma vie que le ciel du Nord. J'aimerais les barbouiller ce gris environ de bord. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Dans les bars à la tombée du jour avec les marins. Quand on parle de filles et d'amour, un verre à la main. Je perds la notion des choses et soudain ma pensée m'enlève et me dépose un merveilleux été sur la grève. Où je vois tant dans les bras l'amour qui comme un fou court au devant de moi et je me pends au cou de mon rêve. Quand les bars ferment, que les marins rejoignent leur bord. Moi je rêve encore jusqu'au matin, debout sur le port. Emmenez-moi au bout de la terre,
me semble que la misère serait moins pénible au soleil. Un beau jour sur un rafio craquant de la coque au pont. Pour partir, je travaillerai dans la soute à charbon. Prenant la route qui mène à mes rêves d'enfant sur des îles lointaines où rien n'est important que de vivre. Où les filles alanguies vous ravissent le cœur en tressant ma tondie de ces colliers de fleurs qui enivrent. Je fuirai laissant là mon passé sans aucun remords. Sans bagage et le cœur libéré en chantant très fort. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. La 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 di la 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 di la la di la 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 di la la di la la di la la di la Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 52 եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորին, նախատոնական բարևներ ձեզ, սիրելի ունկնդիրներ, վստահ եմ շատ-շատերը հիմա նվերների հարցերով են զբաղված, ամանորյա առևտուր պատրաստություններ, այս օրերին եթերից հաղորդավարները միշտ նույն բանն են խորհուրդ տալիս, մենք էլ փորձում ենք չտարբերվել եւ ասել, որ կարեւորը սեղանների առատությունը չէ, նվերների թանկ լինելը չէ, կարեւորը այն ուրախությունն է, ջերմությունը, որը փորձում եք փոխանցել ձեր նվիրածի, ձեր պատրաստածի միջով, այնպես որ մի փորձեք ընկնել պարտքերի տակ։ Միանշանակ համաձայն եմ, կարևորը ոչ թե սեղանի, այլ հոգու լիությունն է, ինչպես ասում են, եւ մարզական նորություն մի քանի պատմենք ձեզ եւ սկսենք ամենաուրախ նորությունից, շատ տրամադրություն բարձրացնող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Սերխիո Ռանոսը նշանադրվել է, նա առաջարկություն է արել «Ну ко все вместе» նախագծի հաղթող, ռուսական նախագծի հայազգի հաղթող Էլեն Բադալյանին։ Շնորհավորում ենք զույգին, շատ ուրախ ենք եւ ուզում ենք միայն այսպիսի դրական նորություններ լսել թե մեր մարզիկների, թե մեր արտիստների մասին։ Էլենն է հրապարակում արել իր Instagram-յան էջում եւ գրել է, որ իր սրտի կարգավիճակը հավերժ զբաղված է։ Ահա, շնորհավորում ենք նորապսակներին եւ նրանց մաղթում երջանկություն, կա շարունակություն, թե այդքանն է։ Չէ, այդքան է, իրականում մեր գործընկերները News AM Style-ից նաեւ գուշակել էին, որ ամեն ինչ տեղի է ունեցել Դուբայում։ Տեսա, որ նրանք լուսանկարներից հասկացել են դա։ Զույգը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, կարող եք տեսնել նրանց Instagram-յան էջում։ Ես շատ եմ սիրում նման հրապարակումներ, դրանք բարձրացնում են իմ տրամադրությունը։ Այո, հատկապես ֆուտբոլիստների ընտանեկան կյանքը միշտ հետաքրքիր է, նրանց երեխաները, կանայք, նրանց կարողությունը եւ նրանց մրցանակները։ Եվ ահա, երեք տեղի ունեցել Globe Soccer Awards, հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուին։ Եվ ով է լավագույն ֆուտբոլիստը, Paris Saint-Germain-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դարձել է 2025 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ 20-26 մրցաշարում նա Փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, հեղինակել 4 գոլ եւ 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ PSG-ի կազմում հարձակվողը նվաճել է 24-25 մրցաշրջանի չեմպիոնությունը, երկրի գավաթն ու սուպեր գավաթը։ Իսկապես Դեմբելեն արժանի այս կոչմանը, նա նաեւ Չեմպիոնների լիգայի հաղթող է, UEFA-ի սուպեր գավաթի մրցանակակիր միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող։ Բարսելոնայի կիսապաշտպան Այտանա Բոնմանտին էլ Global Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուի։ Տես, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին գրեթե միշտ գիտենք, բայց կին ֆուտբոլիստներին այդքան էլ ծանոթ չենք։ Տարվա լավագույն կանանց թիմ մրցանակին էլ արժանացել է Բարսելոնան։ Անցած մրցաշրջանում Բոնմանտին կատալոնական ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ նվաճել երկրի գավաթն ու սուպեր գավաթը։
Եվ իհարկե այսքանով չեն եզրափակվում այս մրցանակաբաշխության հետ կապված լուրերը, էլ ինչ մրցանակաբաշխություն վեգա, եթե այդտեղ չի հնչում Ռոնալդոյի անունը, այժմ Սաուդյան Al Nassr-ի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդոն Global Soccer Awards-ի վարկածով էլ ճանաչվել է 25 թվականի մերձավոր արևելքի լավագույն ֆուտբոլիստ, այս անվանակարգում Պորտուգալացին շրջանցել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների, որոնք էլի աշխարհահռչակ դեմքեր են, ուղղակի գնացել են մերձավոր արևելքում խաղալու, Կարին Բենզեմա, Ռիադ Մահրեզի, նրանց անցել է եւ 40-ամյա Ռոնալդոն ընդհանուր առմամբ իր կարիերայում վեգա խփել է 956 գոլ։ Վաու։ Իդեպ մի փոքր հետ գնանք եւ ասենք, որ ես այնքան ողջավորվեցի եւ այնքան սիրով շնորհավորեցի նշանադրությունը մեր ֆուտբոլիստի, որ նրա անունը գրեթե սխալ արտասանեցի, Հրանտ Լեոն Ռանոսի մասն էր խոսքը։ Այո, Ռանոսի զարմոցը։ Դա շատ ուրիշ օպերայից է։ Այո, չէ, Հրանտ Լեոն Ռանոս, ես ասացի, հետո զգացի, որ սխալվել եմ, այնպես որ ներողություն եմ խնդրում նրա երկրպագուներից։ Կարևորը որ լուրը ճիշտ է եւ նրան կայո նշանադրվել է։ Այո, Ռանոսով գիտի քո անունը տվեց աշխարհի ինչ որ մի կետում։ Մենք եւս մեկ ամանորյա երգ լսենք, որից հետո արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջը կհյուրընկալենք մեր տաղավարում։ Ինանց է 58 Yerevan Project-ին ենք լսում, հիմա էլ շարունակում ենք լսել նրանց, իսկ մեր տաղավարում է արդեն Մարլենան, մեր գործընկեր, բարի լույս Մարլենա։ Ինչպես է սկսվում տարվա վերջին երկուշաբթին։ Աշխատանքային, բայց նաև կիսատոնական, որովհետև լրատվությունը արդեն կիսատոնական է եւ շատ բան չունենք հաղորդելու եւ հայտնելու մեր ունկնդիրներին։ Դա մի կողմից լավ է, որ լուրերի մտահոգիչ լուրեր չկան, ավելի լավ լուր է, քան շատ լուրերը, որոնք ցավոք վերջին տարիներին հիմնականում մտահոգիչ են լինում։ Շատ քիչ վարքյաններ ունենք Մարլենա, բայց հետաքրքիր է, քանի որ այսօր ֆիլմերից ենք խոսելու եւ հատկապես Ամանորի ֆիլմերից, որն է ամենասիրելի ֆիլմը, որ սիրում եք դիտել Ամանորի գիշերը կամ հանգստյան օրերին։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը ամենաշատը սիրում է այն ֆիլմերը, որը ինքը դիտել է մանկության տարիներին, ինձ համար դա եղել է տանը մենակը եւ ես մինչեւ հիմա մեծագույն հաճույքով ընդ որում միայն հեռուստատեսությամբ դա անելու հնարավորություն ունենք ամեն ժամի, ամեն տարվա եղանակի, բայց մենք դա անում ենք Ամանորին եւ բացառապես հեռուստատեսությամբ։ Իդեպ շատ եմ սիրում հայերենով թարգմանությունը, որը փառահեղ
է եւ շատ լավն է նաեւ Հարի Փոթերի թարգմանությունը հայերեն եւ սիրում եմ նայել այդ ֆիլմերը հայերենով։ Մարլենա, շատ կարճ եւս մեկ հարց, տանը մենակի որ թողարկումն եք ամենաշատը սիրում։ Առաջինը, Ինչպես բոլորը։ Եվ նաեւ այն հատվածը, որտեղ Դոնալդ Թրամփն է նկարահանում։ Այո։ Այդտեղ արդեն լուրերի աշխատակիցը խոսեց, տեսնենք ինչ է կատարվել վերջին 1 ժամում Հայաստանում եւ աշխարհում կներկայացնի Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 3 հանրային հեռուստատեսության եթերում ամփոփել է անցնող տարին իր ղեկավարած գերատեսչության համար։ Նա նշել է, որ գլխավոր իրադարձությունը Հայաստանի համար Վաշինգտոնյան գագաթնաժողովն էր, խաղաղություն ապաշրջափակում հանրահռչակված սկզբունքներով։ Արտգործնախարարը նշել է, Հայաստանը ապաշրջափակվում է Թրիփի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը Թրամփի ուղով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, ասել է Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումներ կան, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը անցել է ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը եւ արկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման։ Ռազմավարական գործընկերությունների գետնի վրա կյանքի կոչման ուղղությամբ աշխատանք է տարվում։ Կոնկրետ արդյունքներ կան, կանխատեսում էլ անեմ, առաջիկայում էլ նոր գործընկերություններ կհաստատվեն, ասել է Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նշելով Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ կապերը խզելու օրակարգ Երևանը չունի։ Նշել է Միրզոյանը, մանրամասնելով այդպիսի քաղաքականություն չի վարվում։ Սա ուղիղացվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմ բռնում չլինի։ Մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ դրանք, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները, ասել է նա Միրզոյանը, ընդգծել է հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ նպատակ չունի խզելու կապերը Ռուսաստանի հետ։ Խզել կապերը Ռուսաստանի հետ պետք չէ, նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ նույնպես։ Մենք հիմա ԵԱՏՄ անդամ պետություն ենք եւ հիմա շահեկան համագործակցում ենք ԵԱՏՄ շրջանակում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրամիությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք եւ կմտածենք դրա մասին, դա կդառնա քննարկման առարկա, ասել է Միրզոյանը։ Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արագ կնքման հույս ունի, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։ Երկու կողմերն էլ լավ գիտակցում են, թե ինչի են ուզում հասնել, եւ կողմերն էլ ունեն այդ նպատակին հասնելու քաղաքական կամք, ասել է Կումարը։ Նրա խոսքով Հնդկաստանում վստահ են, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում, ավելացնելով հնդկական արտահանումը։ Եթերում ռադիո լուրն է, միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Միացյալ Նահանգներ, Ուկրաինա գագաթնաժողովներ։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները 3 Ֆլորիդայում 3 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել են, որ մեծ առաջընթացի են հասել Ռուսաստանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին, թեև խոստովանել են, որ գլխավոր հարցերից մեկը այդպես էլ չլուծված է մնացել։ Վլադիմիր Պուտինը պահանջում է Դոնբասը, Զելենսկին դեմ է, Թրամփն էլ պնդում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ համաձայնության գալ։ Այս անգամ ամերիկացի եւ ուկրաինացի առաջնորդները խոսել են մի քանի շաբաթվա մասին, որոնց ընթացքում խաղաղության համաձայնագրի դետալները ավելի կուրվագծվեն։ Դոնալդ Թրամփը հանդիպումը հաջողված է համարել, նշել է, որ հրաշալի զրույց է ունեցել Զելենսկու հետ։ Զելենսկին իր հերթին նշել է, որ 20 կետից բաղկացած խաղաղության համաձայնագիրը 90%-ով համաձայնեցված է, նաև նշել է, որ 100%-ով համաձայնեցված են Միացյալ Նահանգներ, Ուկրաինա անվտանգության երաշխիքները։ Տեղեկացնենք նաև, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին են այսօր ընդունում Վաշինգտոնում, այսօր նա հանդիպելու է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգային հարցերը չեն բացահայտվում։
Կոսովոյում անցկացված արտահերթ խորհրդանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող ինքնորոշում կուսակցությունը վարչապետ Ալբին Կուրտի գլխավորությամբ։ Կոսովոյի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 49%-ը, ապահովելով նոր խորհրդանի տեղերի գրեթե կեսը։ Արդյունքը թույլ է տալիս ինքնորոշմանը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աջակցությամբ ձևավորել կառավարական մեծամասնություն։ Եվ վերջին լուրը գիտնականները կապում են չաթբոտերի օգտագործումը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների մոտ խանգարումների խորացման դեպքերի հետ։ Դրա մասին էլ գրում է Wall Street Journal-ը։ Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբույժ Քիթ Սակատան նշել է, որ չաթբոտերը չեն կարող հոգեբանական խանգարումների պատճառ դառնալ, բայց կարող են նպաստել հոգեկան խանգարումների խորացմանը։ Տեխնոլոգիան միգուցե մոլորեցնող չէ, բայց հոգեկան հիվանդ անձը համակարգչին պատմում է իր իրականության մասին, համակարգիչը այն ընդունում է որպես ճշմարտություն եւ արձագանքում դրան դառնալով այդ մոլորության մեղսակիցը, պարբերականին ասել է Սակատան։ Մասնագետները պնդում են, որ որոշ դեպքերում չաթբոտի վարքագիծը, որի հիմքում օգտատերերի գաղափարների հետ համաձայնելն է, հիվանդների մոտ հոգեկան խանգարումների խորացման պատճառ է դառնում։ Այսքանն ենք նախատեսել այս եթերաժամի համար, խոսափողի Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Քեզ սպասել եմ ես ամբողջ տարի Եվ ճնչել օրեր նորացույցի Եվ հիմա թե դու հանկարծ չգաս Սիրտը իմ շատ կտխրի Քեզ համար գտել եմ եղևնի Եվ նշան արել գագաթի Որ հեռվից անգամ դու ինձ գտնես Ինձ ոչ տավես ու տակ գրկես Միասին կհիշենք մենք Միասին կդոնենք մենք Միասին զարդարենք մեր եղևնին Որ հեքիաթ հյուսվի իմ ու քո Բայց չկաս ու գուցե չես լինի Կսպասեմ թեկուս 100 տարի Այս ձմեռն էլ հենց այսպես կանցնի Նախորդ տարվա պես կավարտվի Բայց գիտեմ, որ նոր տարին ունի Մի թաքուն հրաշք, որ կգործի Որ նորից քեզ ինձ վերադարձնի Դու նայիր սիրով լցնի Միասին կհիշենք մենք Միասին կտոնենք մենք Միասին զարդարենք մեր եղևնին Որ հեքիաթ հյուսվի իմ ու քո մասին Սուրճ ու սեր առավոտից։
19 բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, այսօր այս տարվա 2025 թվականի վերջին երկուշաբթին է, այնպես որ եկեք այս երկուշաբթին էլ միասին անցկացնենք, զուգահեռ կարող եք անել ձեր տնային գործերը, ամանորյա պատրաստությունները, 10:10 արդեն խոսքիս վրա փոխվեց ժամը, մենք շարունակում ենք ուրախ տրամադրությամբ եւ ամանորյա գեղեցիկ playlist-ով։ Այո, ինչպես արդեն նշեցինք, այսօր ֆիլմի, կինոյի միջազգային օրն է, հենց այսօրը առաջին անգամ ցուցադրվել է առաջին ֆիլմը, եթե կարելի այդպես ասել, ընդամենը 50 վայրկյան է տևել, մի քանի մանրամասն այդ մասին շուտով կասեմ, բայց մինչ այդ կարդամ եւս երկու մեկնաբանություն։ Արա Մկրտչյանը գրում է բարի լույս, բարի առավոտ, սիրելի հաղորդավարներ, սիրում ենք ձեզ շատ շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, մեր ռադիո լսողներին, Կարինե Մկրտչյանն էլ թեմայի հետ կապված նաև ասում եմ, որ այսօր մեր շատ սիրելի Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է, իմ խոնարհումը մեծ լեգենդին, մարդը մահանում է այն ժամանակ, երբ նրան չեն հիշում։ 32 տարի անցել, ձեզ անհնար է չհիշել, դուք բոլորիս հետ եք։ Եթե չեմ սխալվում, Մհեր Մկրտչյանի մահվան օրը վաղն է, ամսի 29-ին, դեկտեմբերի 29-ին, բայց ամեն դեպքում համաձայն ենք։ 29-ը այսօր է։ Ներողություն եմ խնդրում, այո։ Եվ ինչ էի ասում, ամեն դեպքում միանում ենք եւ մենք նույնպես համաձայն ենք, որ մարդը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում ենք։ Այո։ Եվ արի գանք օրվա խորհրդին, կինոյի օրը 1985 թվականին Փարիզում կապուցինների պուրակում գտնվող Grand Cafe-ում տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը, ինչպես Վեգան նշեց, դժվար է սա այսօրվա ստանդարտներով ֆիլմ անվանել, ֆրանսիացիներ Լուի եւ Օգյուստ Լյումերներն էին արտոնագիր ստացել իրենց իսկ ստեղծած կինեմատոգրաֆ սարքի համար եւ այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը կոչվում էր Գնացքի ժամանումը Լա Սոտակայարան։ Այո, ինչպես արդեն նշեցի, այն պարզապես մեկ կադրով, առանց որևէ մոնտաժի, առանց մշակման տեսարան էր, որտեղ գնացքը 50 վայրկյան մոտ շարժվում էր եւ քանի որ տեսարանը դիմացից էր նկարած, շատ մեր օրերի համար զվարճալի բան է տեղի ունենում, հանդիսատեսից շատերը, հատկապես առաջին շարքում նստած, բղավում են, վեր են կանգնում են իրենց տեղերից, փորձում են փախնել դուրս, որովհետև նրանց թվում է, թե գնացքը իսկապես դեպի իրենց է շարժվում, քանի որ նման բան չէին տեսել, դա ոչ լուսանկար էր, ոչ թատրոն էր, ինչ որ բան էր, որը այն տարիների համար անհասկանալի էր։ Եվ այդ օրվանից ի վեր դեկտեմբերի 28-ը երեք իրականում նշում էր կինոյի միջազգային օրը, մեզ կներեք տոնական եռուզերը օրերը սկսել ենք խառնել, ամեն դեպքում շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կապել են կինոյի հետ եւ շնորհավորում ենք նաեւ մոլի ֆիլմասերներին, կինոսերներին, որոնք չեն կարող իրենց օրը պատկերացնել առանց ֆիլմերի, օրինակ կան մարդիկ, որ օրը մեկից ավելի ֆիլմ են դիտում, դա ինձ համար նախանձելի վարք է եւ նախանձելի ցուցանիշ է։ Այսօր հենց կինոգործիչներին էլ ֆիլմերին են անդրադառնալու ենք եւ քանի որ տարվա վերջին օրերն են, վերջին երկուշաբթին է նաեւ թեման կապելու ենք ամանորի հետ, որոնք են ձեր ամանորի սիրելի ֆիլմեր, որոնք դիտում եք ամեն տարի, մեր գործընկերն էլ րոպեներ առաջ նշեց, կան ֆիլմեր, օրինակ Տանը մենակը, Հարի Փոթերը, որոնք ամեն տարի դիտում ենք այնպես, կարծես թե առաջին անգամ ենք դիտում, այնպես որ կարող եք զանգարել մեզ կամ գրել մեր Facebook-յան եւ մեր armradio.am կայքի զրուցարաններում մեկնաբանությունների դաշտում, որոնք են ձեր սիրելի ամանորի ֆիլմերը։ Որոնք են ամանորի ֆիլմերը, նաև գուցե այսօր soundtrack-եր, կինո երաժշտություն կլսենք, այնպես որ եթե կան երգեր, երաժշտություն, որոնք ֆիլմերից են եւ դուք շատ սիրում եք, այդ մասին նույնպես կարող եք ասել, մենք կփորձենք դրանք նույնպես հնչեցնել եթերում։ Դու ունես ֆիլմ Ամանորի սիրելի ֆիլմ, այո, ես կա մի ֆիլմ, որը բացահայտելու համար, որը էլի իմ մանկությունն է խորհրդանշում, քանի որ փոքր տարիքում էի նայում եւ հանրային հեռուստաընկերությանն եմ կրկին շնորհակալ այդ ֆիլմի, ես կասեի ֆիլմաշարի համար։ Սևակ կարծում եմ դու կհիշես, չգիտեմ շատերը կհիշեն թե ոչ, կոչվում էր 10-րդ թագավորությունը, մի քանի մասից բաղկացած ֆիլմ էր, բազմասերիանոց, որը հանրային հեռուստաընկերությունը սովորաբար ամանորին էր ցուցադրում, կախարդական ֆիլմ էր, որտեղ կային տրոլներ, գոբլիններ,
խոսացող մարդագայլ, մի խոսքով կախարդանքով եւ հեքիաթով լի ֆիլմ էր, տարբեր հեքիաթային կերպարների մասնակցությամբ ես դա շատ սիրում էի, կարող եմ ասել, որ դա իմ ամենասիրելի ֆիլմերից է։ Ավելի մեծ տարիքում արդեն ռոմկոմներ կան ամանորի, որոնք շատ սիրում եմ, օրինակ The Holiday-ը, հանգստյան օրեր, հա, կամ տոն թարգմանաբար, երբ երկու կին անգլիացի որոշում են փոխանակվել իրենց տներով, մտնում են մի կայք, որը թույլ է տալիս քո առօրյան փոխելու համար մեկ այլ մարդու հետ փոխանակվել տներով եւ գնալ որոշ ժամանակ ապրել այլ քաղաքում եւ արդյունքում հրաշալի մի բան է ստացվում, այնպես որ ես այս ֆիլմը կարող եմ խորհուրդ տալ ամանորին դիտելու համար, կատակերգություն, ռոմանտիկա, հավատ սիրո նկատմամբ, եթե հանկարծ ինչ-որ մեկը կորցրել է, կարծում եմ տրամադրությունը կբարձրացնի։ Որն է դա քո դեպքում, Սևակ։ Իմ դեպքում շատ չեմ տարբերվի, տանը մենակ, բայց կտարբերվեմ նրանով, որ երբ շատերը սիրում են տանը մենակի առաջին եւ երկու դրվագները, որտեղ դերասանական կազմը նույնն է, ես շատ եմ սիրում երրորդը եւ մի ցավոտ բանի մասին խոսեմ, քանի որ վերջին տարիներին հունվարի 3-ն արդեն աշխատանքային է, հաճախ բաց եմ թողնում աշխատանքի պատճառով, քանի որ այդ օրն արդեն աշխատանք է, իսկ գիտես հեռուստատեսությամբ ցուցադրվում է տանը մենակ մեկը առաջին օրը, երկուսը հունվարի 2-ին եւ 3-ը, բայց այս տարի կարծես հունվարի 3-ը շաբաթ է եւ ես վերջապես կվայելեմ։ Հիշում ես դրա սցենարը, երբ երեխայի խաղալիքի մեջ միկրոչիպ է հայտնաբերվում, երբ գողերը փորձում են գալ եւ տնից վերցնել այդ միկրոչիպը։ Ես այդ երրորդ սերիան ավելի շատ եմ սիրում։ Իհարկե 1-ը եւ 2-ը դասականներ են իրենց դերասանական կազմով, իրենց երաժշտությամբ եւ գամ նաեւ ռուսական ֆիլմերին, վեգա կարծում եմ մեր ծնողների շարքում չկան մարդիկ, ովքեր չեն սիրում Բաղնիքը տանուշ ֆիլմը, բայց տարիներ առաջ թողարկվեց դրա երկրորդ տարբերակը, երկրորդ մասը, սիկվել էր դա կոչվում, թե Սիկվել։ Այո։ Եվ միշտ չէ որ երկրորդ մասերը լավն են, հակասական գնահատականների են արժանանում, բայց կա երգ, որը ավելի շատ սիրվեց, քան թե ֆիլմը, Опять Метель, արի այս երգը լսենք, բանավանդ որ դրսում բավական փոթորկոտ եղանակ է։ За тобой не закрывая дверь. Я живу уже который год, и с тех пор отсчет моих нечаянных потерь остановленный кого-то ждет. Опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день. Короткий день. Ты меня не ведая, прости. На пороге долго не томись, ведь теперь у нашей повторившейся любви станет сроком давности вся жизнь. Опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день.
Սուրճ ու սեր առավոտից։ Քանի լսում ենք Պուգաչովայի եւ Արբագայտեի «Опять метель» երգը, եկեք եւս մեկ անգամ թարմացնենք տեղեկատվությունը եղանակի մասին։ Այս պահին մեր մայրաքաղաքում -4 է, անպամած եղանակ է, ձյուն չի տեղում այս պահին, բայց ձյուն կա մայթերին եւ սառցակալած են որոշ տեղերում մայթերը։ Այսօր հնարավոր են տեղումներ թե Երևանում, թե Հանրապետության ողջ տարածքում, օդի ջերմաստիճանն էլ վաղը գիշերը բավական նվազելու է մինչեւ 10 աստիճանով։ Օհո, պետք է պատրաստ լինենք միտելի, իսկական, ինչպես ասում են Պուգաչովան եւ այս երգում նաեւ նրա դուստրը Քրիստինա Արբակայտեն, բայց Սևակ քանի դեռ խոսում է իր հունվարի 3-ին բաց թողնելու սիրելի ֆիլմերը եւ այն ֆիլմերից, որոնք մաս առ մաս ցուցադրվում են, հայկական տարբերակը հիշեցի մեր բակը ֆիլմը, որը ամեն տարի հանրային հեռուստաընկերությունը նույնպես ցույց է տալիս, այ մեր բակը ֆիլմի դեպքում ես հաստատ շատ եմ սիրում առաջին մասերը։ Չնայած վերջին տարիներին նկարահանվեց նաև 4-րդը, չէ, արդեն եթե չեմ սխալվում։ Նշենք նաև, որ քանի դեռ ֆիլմերից ենք խոսում, հայկական կինոյի մասին նույնպես խոսենք։ Մենք ունենք մեր սեփական տոնը, ինչպես սիրում ենք, տես մարտի 8-ը ամբողջ աշխարհն է նշում, մենք ունենք մեր ապրիլի 7-ը, նույնը նաև ֆիլմի դեպքում է, եթե ամբողջ աշխարհը դեկտեմբերի 28-ին է նշում ֆիլմի օրը, կինոյի օրը, ապա մենք ունենք հայկական կինոյի օր, այն իդեպ վերջին տարիներին է նշվում ապրիլի 16-ն է, բայց անկախ օրերից մենք ունենք եւս հրաշալի ֆիլմեր, որոնք ինչպես նշեցինք այն ֆիլմերը, որ դիտում ենք հարյուրավոր, հազարավոր անգամներ եւ չենք ձանձրանում, նմանատիպ հայկական ֆիլմեր եւս շատ կան։ Վստահաբար էլի ամանորին հաջող ցուցադրվում են եւ Հարսնացուն հյուսիսից ֆիլմը, չէ, որը շատերս շատ սիրում ենք, անգիր գիտենք տարբեր արտահայտություններ ֆիլմից։ Իդեպ Սևակ ես շատ սիրում էի նաեւ, երբ ժամանակին հանրային հեռուստաընկերությունը ֆիլմ մյուզիկլներ էր նկարահանում, նաեւ ամանորին մեկը կար գլխավոր դերերում երգչուհի Արմինկան եւ Գրիշ Աղախանյանն, Սիրո աստղ կոչվում էր։ Այդ ֆիլմն էի շատ սիրում, բայց ինչպես նշեցիր, այո, լավ է որ հայկական ֆիլմեր նույնպես ունենք։ Մեր Անդրանիկը 1925-ին թողարկված Նամուսը հենց դրա հետ էլ կարծեմ պայմանավորված է հենց հայկական կինոյի օրը։ Այնպես որ եթե կան նաեւ սիրելի հայկական ֆիլմեր, որոնք կուզեք ընդգծել կամ հայկական ֆիլմերից սիրելի երաժշտություն, այդ մասին նույնպես խնդրում ենք զանգահարել եւ պատմել մեզ։ 57-3702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, տեսնեմ Facebook-ում կան արդյոք նոր մեկնաբանություններ, Արամ Մկրչյանն է գրել, սա կարծես չենք ընթերցել, սիրում ենք ձեզ շատ, թե ընթերցել ենք, ոչինչ եւս մեկ անգամ կընթերցենք, սիրելի ռադիոլսողներ, այսօրվա հարցերը վերաբերում են ֆիլմերին, գրեք ձեր սիրելի ֆիլմերը, հատկապես այս շրջանում Ամանորի ֆիլմերը կարող եք գրել, բայց ընդհանրապես ձեր սիրելի ֆիլմերի մասին կարող եք նաեւ տեղեկություններ գրել մեր մեկնաբանությունների դաշտում։ Հարսնացուն հյուսիսից նշեցիր, իհարկե ունենք շատ հրաշալի այլ ֆիլմեր եւ դրանցից գրեթե բոլորում գերակշռող դերերում Մհեր Մկրչյանն է, թե տրագիկ դերեր, թե կոմեդիաներ, օրինակ Մեր մանկության տանգոն, Կտորմը երկինք, Խոշոր շահում, որ ֆիլմ ասենք, բոլորն էլ հրաշալի ֆիլմեր են։ Վերջին շրջանում Հայաստանում իհարկե զարգանում է կինեմատոգրաֆիան, շատ են նկարահանում ֆիլմեր, բայց դրանք հաճախ պարզապես մեկ անգամ դիտելու կատակերգություններ են, ված չէ, բայց կարծես ոլորտը զարգացնելու համար առավել խորը ֆիլմեր պետք է նկարել, այդ մեկ անգամյա դիտելու ֆիլմերն էլ ված չեն, բայց դրանցով կարծում եմ պետք չէ սահմանափակվել։ Միանգամայն եւ միանշանակ համաձայն եմ, իդեպ մի հետաքրքիր բան ասեմ, այս ընթացքում Սևակ, քանի որ հիշում ես նախորդ անգամ երբ Ամանորի երգերից էինք խոսում, նշեցինք, որ Mariah Carey-ն ամեն տարի անկախ նրանից նոր երգ թողարկում է, թե չէ, մի քանի միլիոն դոլարով ավելացնում է իր բյուջեն, ինձ հետաքրքիր էր, թե որ ֆիլմերն են, որ այդպես ամեն տարի Ամանորին ամենաշատ դիտումներն են ունենում աշխարհում, եւ խնդրեցի արհեստական բանականության այդ ինֆորմացիան շատ արագ պեղել մեզ համար։ Առաջին տեղում գուշակիր Հարի Փոթերը, Տանը մեկնարկն է, առաջին տեղում Տանը մենակն է 1990-ին թողարկված հենց առաջին մասը, ֆիլմ, որտեղ Քևին Մքալիստերը հաղթում է գողերին, որոնք փորձում են ներխուժել իրենց տուն, իդեպ մի հետաքրքիր բան ասեմ, մինչև երկրորդ հորիզոնականին անցնելը, վերջերս Մքալեյ Քալկինը, Քևինի դերակատարը, հարցազրույց էր տալիս, որտեղ խոստովանեց, որ իր երեխաները շատ են սիրում Տանը մենակ ֆիլմը, բայց չգիտեն, որ դա իրենց հայրիկն է։
Չգիտեն, որ գլխավոր դերում իրենց հայրն է եւ նա ասում է, որ դիտմամբ չի ասում, որպեսզի այդ անակնկալը ամանորի կախարդանքը պահի եւ երեխաները բոլորի պես վայելեն ֆիլմը եւ պատմում է, որ վերջերս իր մանկական ալբոմները թերթելիս երեխաներից մեկն ասել է, որ գիտես դու փոքր ժամանակ շատ նման ես եղել Քևինին, նա էլ ասել է, որ դե չէ, չեմ կարծում։ Ինչևէ, նրա երեխաները փաստորեն նույնպես հավատում են դեռ այդ ամանորի հրաշքին, ինչպես Գրինչը գողացավ ամանորը երկրորդ հորիզոնականում է, հատկապես 2000-ին նկարահանված տարբերակը Ջիմ Քերի գլխավոր դերակատարմամբ ամեն տարի ամենաշատն է ցուցադրվում թե տարբեր հեռուստաընկերություններով, թե սթրիմինգային հարթակներում ամենաշատը նայվում եւ երրորդը Հայաստանում այդքան էլ հայտնի ֆիլմ չէ, Elf-ն է դա, 2003-ին է նկարահանվել, էլի համարվում է այսպես ասած ժամանակակից դասական, եթե կարելի է այդպես ասել եւ դրա համար էլ մարդիկ սովորաբար այս ֆիլմը նույնպես նայում են ամանորին, սա երրորդ հորիզոնականում է, ինչպես արդեն ասացի։ Իսկ մուլտֆիլմերից փաստորեն մարդիկ սիրում են դիտել The Polar Express, Բևերային Express մուլտֆիլմը, որը 2004-ին է թողարկվել, եթե չեմ սխալվում, հայերեն հնչյունավորումը նույնպես այս մուլտֆիլմերից իրար չեմ կարող ասել, էլ որը կար մուլտֆիլմերից թե դա էր միայն առաջին տեղ։ Մուլտֆիլմերից չէ, կար նաև հիմա հիշեմ։ Չէ, մուլտֆիլմերից միայն սա էր, որ բարձր հորիզոնականներում է, այստեղ նշված չէ, բայց ենթադրում եմ, որ Frozen է։ Սառցե սիրտը նույնպես այս եղանակին սիրելի մուլտֆիլմ է, դա նույնպես կարծում եմ, այո։ Էլզա եւ Աննայի պատմությունը, բայց քանի խոսում էինք Տանը մենակից, եկեք լսենք Տանը մենակի սաունդթրեքից մի հատված Ջոն Ուիլյամսի հեղինակած ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որը էլի մեզ տանում է Ամանորի կախարդանք, որից հետո փոքրիկ գովազդային դադար ու կվերադառնանք։
Ռուսեր առավոտից։ «2025 թվականի վերջին երկուշաբթին միասին անցկացնում ենք հանրայինի ուղիղ եթերում 10:30, կարծում եմ ավելորդ է ասել, տարվա ավարտին ընդամենը 3 օր է մնացել, իսկ աշխատանքային տարվա ավարտին ընդամենը 1 օր, սակայն սիրով մեր ռադիոլսողներին տեղեկացնում ենք, հիշեցնում ենք, որ մենք նաև ամսի 31-ին կլինենք ուղիղ եթերում մեր տոնական թողարկմամբ, այնպես որ անպայման միացեք մեզ, ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեր վիզուալ հարթակներում armradio.am եւ մեր Facebook-յան հարթակում։ 55-3702 հեռախոսահամարով մի մոռացեք զանգահարել մեզ եւ կիսվել ձեր ամենասիրելի Ամանորի ֆիլմով եւս մեկ մեկնաբանությունն ենք Արամ Մկրտչյանը գրում է որ ասեք որ ինչ ֆիլմ էր որ լինի մեկը մեր բակը շարքը անկրկնելի է Ամանորյա ֆիլմերի շարքի իմ համար առաջնային տեղումը համաձայն ենք մեր բակը իսկապես միշտ ապահովում է այդ տոնական տրամադրությունը եւ առհասարակ ես սիրում եմ բոլոր այն ֆիլմերը որոնք շատերը կարծես թե միավորող ինչ որ բան ունենան այն առումով որ բոլորը գիտեն այդ արտահայտությունները բոլորս ենք ասում դրանք կամ ինչ որ երկերի հատվածներ բոլորս ենք երգում եւ ովքեր էլ որ չգիտեն կարծես outsider լինեն չէ ասում են ինչպես դու կարող ես չիմանաս ինչպես չես դիտել դա ինչպես է դու չես դիտել նույնիսկ մեմեր կան չէ ասում են որ օրինակ չեմ վստահում այն մարդկանց որոնք կարքին հաղորդումը չեն դիտել կամ կարքին սերիալը չեն դիտել սա վերաբերում է նաեւ մեր բակին մեր բակը ինչքան էլ է կատակերգություն է չես ասի չէ խորը ուսուցողական ֆիլմ է բայց ամեն անգամ դիտելիս մի նոր դետալ մի նոր արտահայտություն ես բացահայտում եւ հաճախ այս ֆիլմերը նաեւ սիրելի են որովհետեւ օրինակ մեզ տանում են մանկություն, ծնողներին մեր ավելի իրենց երիտասարդություն, պատանեկություն եւ ամենևին էլ մեր բակում ամանորյա թեմաներ չկան, բայց սրանք իսկապես դարձել են ամանորի ֆիլմեր եւ նաեւ այդ հիշողությունն է պատճառը, որ օրինակ առաջին եւ երկրորդ սերիաները ավելի ջերմ եւ հաճելի են շատերիս համար, վերջին սերիաներում արդեն կյանքը կարծես մեր օրերում է իրադարձությունները մեր օրերում են զարգանում եւ այդ նոստալգիայի եւ հաճելի հիշողությունների բույրը էլ չկա, բայց ամեն դեպքում հաճելի է երբ նման ֆիլմերին տարիներ անց կրկին անդրադառնում։ Այո, ես նույնպես չեմ կարող ասել ցավոք, որ վերջին մասը իմ սիրելիներից է, բայց գիտակցում եմ, որ հաշվի առնելով, որ նախորդներն էլ տարբեր տարիներին են նկարահանվել, գուցե օրինակ 10 տարի, 20 տարի անց նաև մեր երեխաներին պատկերացում թույլ տա կազմել մեր օրերի, մեր ժամանակների, մեր օրերում հայտնի մարդկանց մասին, ինչը արել են առաջին երկու ֆիլմերը, այնպես որ ուրախ եմ, որ փորձեր նկարահանելու լինում են։ Սևակ այս ընթացքում, քանի որ ֆիլմերից ենք խոսում, ինձ հետաքրքրեցին ֆիլմերի հետ կապված մի քանի ճակերտներում ասած ամենաներ։ Օրինակ, որն է եղել ամենաեկամտաբեր ֆիլմը պատմության եւ այսպես շարունակ։ Պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի մասին խոսելիս պիտի ընդգծեմ մի ռեժիսորի, որը այս առումով կարելի ասել ֆենոմենալ է, որովհետեւ ինքն իրեն կարողանում է գերազանցել։ Խոսքը Ջեյմս Քեմերոնի մասին է։ Ջեյմս Քեմերոնի, որի Տիտանիկը շատ երկար ժամանակ առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի ցանկում խոսքը իհարկե կինոթատրոնների բերած եկամտի մասին է պիտի նկատի ունենաք որ ֆիլմերի եկամուտները երբեք կանգ չեն առնում այսինքն հետագայում ամեն դիտումից գումար են վաստակում թե ռեժիսորները թե եթե պայմանագիրը դա թույլ է տալիս նաև դերասանական կազմը եւ առհասարակ ֆիլմի վրա աշխատած մարդիկ դա կապ ունի պայմանագրի այսպես ասած տեսակից եւ բացի այդ հերոստալիկներն էլ երբ ցուցադրում են այնպես չէ որ մեկ անգամ գնեցին այդ լիցենզիան եւ վերջ ամեն տարի նրանք պարտավոր են թարմացնել եւ դրանք пассив եկամուտներ մշտապես ապահովում են։ Այո, այնպես որ վստահ եղեք, որ եթե որևէ հեռուստաընկերություն օրինական ճանապարհով ձեռք է բերել ֆիլմը, նա դրա համար բավական մեծ գումար է վճարել։ Ամեն դեպքում Տիտանիկին որոշ ժամանակ անց գահընկեց անել հաջողվել էր Ավատար, ներողություն խնդրում Avengers ֆիլմին, Վրիժառուները Endgame վերջին մասը իմ ամենասիրելի Marvel-յան ֆիլմերից մեկը, որը վաստակել էր ավելի քան 2 միլիարդ 16 միլիոն դոլար, պատկերացնում եք 2 միլիարդ, բայց դրանից հետո Ջեյմս Քեմերոնը թողարկում է իր Ավատարը 2009-ին, որը էլի միևնույն է առաջին հորիզոնականում է 2 միլիարդ 9 միլիոն դոլարով, ամբողջ աշխարհում սա ընդամենը box office-ի մասին է, միայն այն գումարն է, որը հենց կինոթատրոններում ցուցադրվելիս է հավաքվել, այսպես ասած, բայց դրան զուգահեռ կան նաև ամենաթանկարժեք ֆիլմեր, այսինքն ֆիլմեր, որոնք շատ թանկ են արժեցել նկարահանելու համար, դրանք հիմնականում Star Wars 447 միլիոն դոլարով,
Յուրիան աշխարհն է 432 միլիոն է պահանջվել այն ստեղծելու համար եւ նույն Marvel-ի Avengers վրիժառուներ շարքի բոլոր ֆիլմերը նույնպես շատ թանկ են արժեցել, որովհետեւ լուրջ անիմացիա է իրականացվել, հատուկ հնարքներ, հատուկ լուծումներ, ամենաթանկը արժեցել է Age of Ultron-ը, Ultron-ի դարաշրջանը 365 միլիոն դոլար են ծախսել սրա համար, հետո համապատասխանաբար մյուս մասերը նույնպես բավական թանկ են արժեցել եւ իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը Կարիբյան ծովահենները նույնպես բավական թանկ է արժեցել 300 միլիոն դոլար է ծախսվել նշեմ որ այս ֆիլմերի շրջանակում Ջոնի Դեփն էլ իր հերթին երկար տարիներ համարվում էր ամենաբարձր վարձատրված հայտնին նա ավելի քան 60 միլիոն դոլար եկամուտ էր ստացել եթե չեմ սխալվում այս ֆիլմում նկարահանումների համար բայց պիտի ասեմ որ ինքն էլ ասում են բավական առատաձեռներ գտնվել եւ շատ ժողովրդական լեզվով ասած լավ էր նայում նկարահանող անձնակազմի տեխնիկական մասին օրինակ այո օրինակ քանի որ այնտեղ որտեղ նկարահանումներ էին ծով ջուր անձրև անընդհատ ֆիլմերից մեկի նկարահանումների ընթացքում նա մոտ 60,000 դոլարի հատուկ ժիլետներ էր պատվիրել բաճկոններ էր պատվիրել անձնակազմի համար որպեսզի նրանք չթրջվեն չմրսեն մի խոսքով այնպես որ նա նույնպես իր վաստակած գումարի մի փոքրիկ թեկուզ մասը, բայց իրականում մեզ համար մի տան գումար ծախսել էր գոլեգաների վրա եւ Կարիբյան ծովի ծովայինները եւս թեև կապ չունի չէ ամանորի հետ, բայց ամանորի ֆիլմ է դարձել ամեն տարի պարտադիր այն ցուցադրում են, բայց արի վերադառնանք մեր իրականություն, մեր բակ եւ լսենք ամեն բացվող առավոտ երգը, որն ի դեպ մեր բակը 4 ֆիլմում նորովի ներկայացվեց Սուրճ ու սեր առավոտից։
10:40 շարունակում ենք խոսել ֆիլմերի մասին, ամանորի ֆիլմերի եւ այս երկի հետ եւս, ինչպես ասում էինք, մասամբ տեղափոխվեցինք մանկություն, դիտելով մեր բակի սիրելի դերասաններին, դերակատարներին եւ վեգան ճիշտ նկատեց այս ֆիլմերում հաճելի է, երբ ամեն մեկը իրեն է խաղում եւ ինչ որ կեղծանուններ չունեն, ամեն մեկ իր անունով էլ կոչվում է, չէ՞, այս ֆիլմերում։ Մկոն է, Սոնան է եւ այդ տեսարանը հենց հիշեցրեց, երբ նու գվարի, երբ Սոնան պահանջում է, որ Մկոնի վերջո համարձակություն հավաքի եւ Սեր Խոստովանի Սևակ հայկական ֆիլմերից ամենասիրելի հատված ունես, որը չգիտեմ, պարբերաբար հիշում ես կամ արտահայտություն։ Այո, մեր մանկության տանգոն ֆիլմից Գալյան Օվենցի եւ Ֆրունզիկային դրվագը, երբ պատշգամբից խոսում է եւ ասում է, որ լույսը վառել եմ ու պիտի վառեմ, սենց էլ վառեմ։ Այո, հայտնի դրվագ է եւ հաճելի է, որ հատկապես շատ ֆիլմեր Գյումրիում են նկարված եւ այդ շենքերը պահպանված են եւ քանի խոսում ենք ֆիլմերից, արի նաեւ, ինչպես ասում են, արժանին մատուցենք այդ ֆիլմերի համար երաժշտություն ստեղծողներին, հայկական ֆիլմերի դեպքում այստեղ առաջատարը եւ անփոխարինելին Տիգրան Մանսուրյանն է, նրա շատ կինոմեղեդիներ իսկապես ել ավելի են գեղեցկացրել հայկական ֆիլմերը։ Մեր օրերում վերջին տարիներին շատ հաճելի էր, որ Հայկոն էր շարունակում կարծես այդ գործը եւ շատ գեղեցիկ սաունդթրեքեր եւ ֆիլմերի երաժշտություններ նա ստեղծեց, որոնք էլի արդեն կարծես ռետրո են դարձել եւ հաճելի հուշեր են արթնացնում։ Համաձայն եմ, կարծես թե թատրոնները նույնպես արդեն սկսել են հայ հեղինակների ստեղծած երաժշտությունները օգտագործել Հողարթուն խմբին երևի նույնպես այստեղ պիտի հիշենք թատերական տարբեր ներկայացումների համար ստեղծագործություններ են գրում։ Ես օրինակ շատ շնորհակալ եմ նաև Սիմֆոնիկին վերջերս տեղի ունեցած համերգի համար հենց ֆիլմերի երաժշտություն, հիմնականում հենց Ուիլյամսի երաժշտություններ չէ հնչում։ Ջոն Ուիլյամսը դե առաջատար է, ինչ ֆիլմից դες խոսում էիր, այնտեղ Աստղային պատերազմներ, նույն Home Alone եւ շատ ու շատ այլ ֆիլմեր նա է հեղինակել եւ տոնական ուրախ մեղեդիներից մինչև ամենատխուր եւ հուզիչ մեղեդիները, իսկապես հաճախ մենք նայում ենք ֆիլմը, չենք կենտրոնանում երաժշտության վրա, հիմա հատկապես տարածված են նման վիդեոներ համացանցում, որ օրինակ ֆիլմից հայտնի դրվագը մոնտաժված է այլ երաժշտությամբ եւ ասվում է թե տեսեք ինչքան կարեւոր է երաժշտությունը, այն ավելի կրկնապատկում է ռեժիսորի այդ տվյալ պահի ցանկությունը ցուցադրել, չգիտեմ, ուրախություն, տխրություն եւ առանց այդ երաժշտությունների, այդ մեղեդիների շատ ֆիլմեր չէին ունենա այն արժեքը, ինչ որ ունեն այսօր։ Այո, վերջերս իմ ընկերներից մեկը, որը հեղինակելու էր երաժշտություն ֆիլմի համար, ինձ պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել այդ process-ը, փաստորեն նրանք պատկերացնում ես առհասարակ առանց երաժշտության ամբողջովին դատարկ ֆիլմը դիտում են շատ հաճախ։ Եվ փորձում հասկանալ, թե ինչ էմոցիաներ է իրենց մոտ առաջացնում այս կամ այն տեսարանը, կամ ինչ էմոցիաներ կուզեին, որ առաջացներ եւ արդյունքում գրում են համապատասխան երաժշտություն, այնպես որ իսկապես պետք է շնորհակալություն հայտնենք, որովհետեւ ֆիլմի մթնոլորտի մեծ մասը կարծում եմ ապահովում է հենց երաժշտությունը, նույն ֆիլմում եթե հնչի մի տեսակ երաժշտություն կարող ենք որպես horror սարսափ ֆիլմ նայել, մեկ այլ դեպքում այն կարող է ծիծաղելի թվալ, այնպես որ իսկապես հատուկ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք ֆիլմերի երաժշտությունն են ապահովում, այս սիրելի soundtrack ունես, Սևակ։ Այ սիրելի soundtrack երևի թե տխուր է, բայց էլի Ջոն Ուիլյամսից Շինդլերի ցուցակը ֆիլմի ամենահուզիչ հատվածներից մեկն է եւ իսկապես այս դեպքում ավելորդ չի ասել, ֆիլմը այդքան հուզիչ չէր լինի, եթե չստեղծվեր այդ երաժշտությունը։ Քեզ համար ո՞րն է։ Ինձ համար գուցե շատերի համար տարօրինակ թվա, որովհետև իմ սիրելի soundtrack-ը կարելի ասել ռեփ կատարում է հիփ-հոփ ժանրից, խոսքը 8 Mile 8-րդ մղոնը ֆիլմի, այո, Eminem-ի կենսագրական ֆիլմի Lose Yourself երգի մասին է, track-ի մասին է այլ կերպ ասած, որովհետև ռեփ կատարումներին ոչ միշտ ենք չէ, երբ կոչում։ Եվ սա անգամ Օսկար ստացած կատարում է։ Սա Օսկարակիր կատարում է, սրա համար Օսկար ստացել, բայց քանի դեռ Օսկարակիրներին ասեցիր, նաև նշենք Ադելի եւ Բիլի Այլիշի
007 գործակալը ֆիլմի համար հեղինակած երգերը, որովհետև դրանք նույնպես երկուսն էլ բավական տպավորիչ երգեր են։ Այո, կար նաև Lady Gaga-ի երգը Աստղածնվեց, մոռացա ում հետ էր դերասանը Bradley Cooper-ի հետ, որտեղ նա նաև երգում է։ Ընդհանրապես կինոմրցանակաբաշխությունների ժամանակ, քանի որ շատ մեծ կինոսեր չեմ, միշտ հետաքրքիր է նաև soundtrack-ի հատվածը, թե ով է հաղթում, եւ այո, հրաշալի է, որ ստեղծվում են գեղեցիկ երգեր։ Եվ վերադառնալով ամանորյա մեր playlist-ին, Kylie Minogue-ը երկու շաբաթ առաջ ամանորի երգ է թողարկել։ Արի տեսնենք, թե ինչպիսի երգ է սա։ Station with the best music. I love the music. Best music. Այո, մենք սիրում ենք երաժշտությունը, հատկապես ֆիլմերի երաժշտությունը։ Այսօր անդրադառնում ենք հենց այդ թեմային եւ եւս մի մեկնաբանություն ունենք։ Արա Մկրտչյանը գրում է, որ իր ամենասիրելի սաունդթրեքը Գահերի խաղը սերիալի սաունդթրեքն է, մեծ նվագախմբի կատարմամբ, իսկապես Գահերի խաղը հեռուստասերիալի ամենատպավորիչ մասերից մեկը դա հենց երաժշտությունն է, թե բացման երաժշտությունը, որը կուլտային է դարձել, թե վերջին էպիզոդների համար հատուկ գրված երաժշտությունը։ Ես իմ playlist-ում առանձին ունեմ դա, այդ վերջին սերիայի երաժշտությունը եւ լսում եմ էլի նվագախմբի կատարմամբ ձայնագրություն կա։ Այո, դա է ուզում ասել, որ հատկապես նման սաունդթրեքերը էլ ավելի տպավորիչ են դառնում, երբ դրանք հնչում են մեծ նվագախմբի կատարմամբ, կարծես ավելի ազդեցիկ երանգ է հաղորդում
նվագախումբը, բայց վերադառնանք օրվա եւ վերջին օրերի գլխավոր թեմային, խոսքը եղանակի տեսությունն է, ձյունը, ինչ է սպասվում այսօր մայրաքաղաքում եւ հանրապետության տարածքում, նախ նշեմ, որ այս պահին Երևանում -4 է, անպամած եղանակ է եւ սպասվում է ձյուն ու դրա հետ կապված նաեւ թարմացնենք տեղեկությունը Հայաստանի ավտոճանապարհների հետ կապված ժամը 10:36-ի դրությամբ կա թարմացում, Վեգա, խնդրեմ, կարող ես տեղեկացնել ինչ է կատարվում Հայաստանի ավտոճանապարհներին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը, այնտեղ բուք է, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի Խաչմերուկից մինչեւ Զանգեր կոչվող հատվածը, Նորավան, Լծեն, Տաթև, Շինուհար, Տաթև Կապան, Վանաձոր Սպիտակ, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյանց Լեռնանցքը, Սպիտակի եւ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյանց Լեռնանցքում եւ Ջերմուկի տարածաշրջանում նաեւ ձյուն է տեղում։ Մեղրուսար կոչվող հատվածում բուք է Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ արկա է մեր կասառույց, ինչով պայմանավորված այսօր առավել քան երբևէ վարորդներին խորհուրդ է տրվում բացառապես Ձմեռային անվադողերով երթևեկել, լարսնել փակ է բեռնատարների համար։ Մեր գործընկեր ռադիոլուրն էլ իդեպ գրել է նաև, որ սաստիկ բքի պատճառով փակ է նաև Թթուջուր Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտից են հայտնում այսօր ժամը 9-ի դրությամբ այս ճանապարհը նույնպես փակ է։ Եվ ասենք, որ ձյան մաքրման աշխատանքները Հայաստանի ճանապարհներին ընթանում են չդադարող ռեժիմով, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցների հսկողությամբ դրանք շարունակվել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են տեխնիկական համապատասխան ռեսուրսներ։ Այո, սիրելի վարորդներ, ուղևորներ, բայց ինչքան էլ պատկան մարմինները հետևեն ձնամաքրման աշխատանքներին, կարևոր է նաև ձեր զգոնությունը, մի գերազանցեք արագությունը, ուշադիր եղեք, հատկապես այս օրերին, տոն օրերին, միշտ ապեք, առջևում հանգստյան օրեր են, ինչ գործեր ունեք պլանավորած կարող եք այդ օրերին անել եւ մեր կոչն էլ նաեւ այս առևտրի եւ նվերների գնումների շրջանում չտրվել գայթակղություններին եւ պահպանել զգոնություն ու հանգստություն։ Երբ խոսում ենք զգուշության մասին, կարծում եմ դա այս օրերին վերաբերում է նաեւ հետիոտներին, որովհետեւ նույնիսկ եթե ինչ-որ հատվածում ձյուն չէ, շատ գրեթե մեր կասառույցը շատ սղում է ամենուր, հատկապես այն բակերը, որոնք այդքան էլ արև չեն տեսնում եւ ավելի փակ են, օրինակ մեր բակը բավական շատ սառույց է եւ նույնիսկ աղա ավազը ոչ միշտ է օգնում, այնպես որ այս օրերին հատկապես ավելի զգույշ լինենք, օգնենք միմյանց, օգնենք այն մարդկանց, որոնք ավելի դժվար են տեղաշարժվում, ի վերջո տոն է եւ պիտի էլ ավելի շատ սիրենք միմյանց, քան սովորաբար։ Եվ հոգատար լինենք, եւ քանի որ ձեզ պարբերաբար տեղեկացնում ենք նաեւ առաջիկա տոնական միջոցառումների մասին, ասենք, որ վաղ Երևանի քաղաքապետարանը ժամը 20-ին բոլորին հրավիրում է Շահումյանի անվան պուրակ, որտեղ գիտեք գործում է ամանորյա տոնավաճառ, այս անգամ ելույթ են ունենալու Կարինա Ռուստամյանը եւ The Band-ը, այնպես որ նրանց համերգային ծրագրին կարող եք մասնակցել վաղը, մենք ձեզ պարբերաբար հիշեցնում ենք տոնական միջոցառումների մասին եւ կարծում եմ կարիք չկա հիշեցնելու, բայց ասենք, որ վաղը 9:30-ից կրկին կլինենք եթերում, վաղը մեր գործընկերներն են Տիգրանը եւ Լուսինեն, իսկ հա դեկտեմբերի 31-ին միացեք մեր տոնական թողարկմանը։ Այդ օրը նույնպես, ինչպես եւ այսօր ձեզ կասենք բարի լույս եւ կմաղթենք օրվա լավ շարունակություն։ Time, you and me, and holiday wine, wait for the snow while we read the yesterday road. Sitting by the open fire, loving you's a gift tonight, loving you for all my life, loving you is a gift tonight. Oh, every day is Christmas when you're here with me. I'm safe in your arms, you're my angel, baby. Every day is Christmas when you're by my side. You're the gift that keeps giving, my angel for life.
that you're